Ողջունել ջերմ և բուռն ծափահարություններով։ Սերվելի դավլատա Արմենիստանի Նիկոլ Փաշինյան, դասախստնակավե բլանդ ու բակ ժմլատ է եզգյա։ Ծափահարությունները չեն դադարում, ինչ նավե մահարկակ չի բարձրանում։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, եզդիական համայնքի հարգելի ղեկավար, եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի ժողովուրդ, մեծ պատիվ է ինձ համար այսօր ներկա գտնվել եզդիական այս կարևոր սրբավայրում եզդիական նոր տարվա Տաուսի Մալակի տոնի առիթով եւ ինձ հուշեցին, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ այս ձևաչափով հանդիպում է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ եւ այս ձևաչափով շնորհավորում է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի եզդիական նոր տարվա առիթով։ Սա իսկապես կարևոր եւ դարակազմիկ իրադարձություն է։ Մենք այս այցը շատ երկար ենք պատրաստել, որովհետեւ ես հիշում եմ, երբ ժամանակներ առաջ մեր գործընկեր ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ մենք քննարկում էինք, որպես խնդիր էինք ձևակերպում եւ դրա լուծման կարեւորությունն էինք արձանագրում, որ մենք իրար հետ կողք կողքի նույն երկրում ապրում ենք, բայց ես օրինակ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ համոզված եմ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ շատ մեծ պատկերացում չունեն եզդի ժողովրդի ավանդույթների, նրանց տոնակատարությունների, արարողությունների մասին եւ սա իհարկե խնդիր է, որը պետք է լուծվեր։ Եվ ես ուրախ եմ, որ մենք այսօր մի նոր ավանդույթի սկիզբ ենք դնում, երբ այս հաղորդակցությունը, այս համակեցությունը, այս քաղաքացիությունը, որով մենք կապված ենք, նոր արտահայտություններ է ստանում եւ մենք հասկանում ենք, որ ավելի ու ավելի լավ պիտի ճանաչենք իրար եւ չճանաչելը արդեն ինքնին խնդիր է։ Ես ուզում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, որը ըստ էության այսօրվա իմ հիմնական ուղերձն է լինելու այս ձևաչափով, որովհետեւ ես տոնի առիթով արդեն իսկ պաշտոնական ուղերձ հղել եմ նրանք ովքեր արդեն ծանոթ են, լավ, ովքեր ծանոթ չեն, կարողանան ծանոթանալ, բայց ես ուզում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, որպես այսօրվա մեր հանդիպման հիմնական ուղերձ։ Ես եւ դուք, ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ որպես եւ ձեզ նույնպես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մենք տարբեր դավանանքների, տարբեր ազգությունների, տարբեր ազգերի ներկայացուցիչներ ենք, բայց մենք նույն ժողովրդի ներկայացուցիչն ենք, որովհետև ընդ որում ես այստեղ խոսում եմ իրավական կոռեկտության տրամաբանությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին։ Ովքեր են ժողովուրդը։ Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամբողջությունն է։ Այս է պատճառը, որ մենք մեր ուղերձներում հենց այդ տերմինաբանությունն ենք օգտագործում։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այո, մենք դավանում ենք տարբեր կրոնների, մենք տարբեր ավանդույթներ ունենք, բայց մենք ունենք մեկ ընդհանուր անձնագիր,
մեր բոլորի անձնագրերը նույն տեսքն ունեն, նույն պատկերն ունեն եւ մեր բոլորի անձնագրերը մեզ տալիս են Հայաստանի Հանրապետությունում նույն իրավունքները, նույն պարտականությունները եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հավասարաբար պաշտպանված է պետության կողմից, որովհետեւ ինքը այդ պետության քաղաքացին է, ինքը այդ պետության հիմնադիրն է, ինքը եւ այդ պետությունը ստեղծված է իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ինքնությունը պաշտպանելու եւ զարգացնելու համար։ Եվ իմիջայլոց ուզում եմ ասել, տարընթերցումների տեղ չտալու համար, սա վերաբերվում է ինչպես եզդիական համայնքին, որը այսօր Հայաստանի Հանրապետության ամենամեծ ազգային փոքրամասնությունն է, այստեղ դիտարկում եղավ փոքրամասնություն եւ ոչ փոքրամասնություն, այո, ամենամեծ ազգային փոքրամասնությունն է, բայց իմ ասածը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին եւ քաղաքացիությունն է այն կապը, այն իհարկե շատ կարևոր է, մենք շատ երկար հազարամյա պատմություն կա մեզ կապող, բայց ես խոսում եմ այսօր որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, ինձ համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ինձ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այն ըմբռնմամբ, որ մենք մեծագույն եւ ծայրահեղ հարգանք ունենք յուրաքանչյուրի թե կրոնական, թե ազգային, թե անհատական պատկերացումների եւ զգացողությունների նկատմամբ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով այսպիսի ձևաչափով հնարավորություն ունի մասնակցել եզդիական նոր տարվա տոնակատարություններին եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այսպիսի հնարավորության եւ այսպիսի պատվի համար եւ շատ ուրախ եմ նաեւ արձանագրել, երբ որ ես ավտոմեքենայից տեղ հասա եւ ավտոմեքենայից իջա, առաջին հարցը որ տվեցի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, թե արդյոք դեպի Սրբավայր բերող ճանապարհը որևէ ձևով արտարծվում է մեր սուբվենցիոն կամ այլ ծրագրերում եւ նախարարը հաստատակամ պատասխան տվեց եւ ես համոզված եմ, որ հաջորդ տարի մենք բոլորս արդեն այստեղ կգանք բարեկարգ ճանապարհով, որը նույնպես շատ կարևոր է, իհարկե մենք նաև բազմաթիվ, ես հիշում եմ եզդիաբնակ Հակո բնակավայր եմ ես այցելել, որը հիմնական մայրուղուց բավականին հեռու էր եւ մեծ պատիվ էր ինձ համար արձանագրել, իմիջայլոց ասեմ նաև, որ Հակո բնակավայրի բնակչությունը շատ մեծաթիվ չէր, ես հասկացա տեղում, որ շատ մեծաթիվ չէ, բայց սա է մեր վերաբերմունքը, որ մենք 100 միլիոնավոր դրամներ ծախսեցինք այդ ճանապարհը կառուցելու, որպես 5 միլիոն դոլար ենք ծախսել այդ ճանապարհը կառուցելու, որպես մեր վերաբերմունքի արտահայտություն, բայց ես էլի եմ ասում, այս վերաբերմունքը չի վերաբերվում միայն եզդիներին, չի վերաբերվում միայն հայերին, չի վերաբերվում միայն ռուսներին, ասորիներին, սա վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ենք համարում մեր գործատուն, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ենք համարում այն սուբյեկտը, որի առաջ մենք հաշվետու ենք, որպես Հայաստանի Հանրապետության կառավարություն, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական մեծամասնություն։ Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, կրկին եւ կրկին
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ մեծ պատվին ինձ արժանացնելու համար, այս հրավերի համար, որը ուզում եմ ասել, ես ստացել եմ առաջին անգամ եւ արձագանքել եմ էլի հասկանալիորեն առաջին անգամ։ Շնորհավորում եմ բոլորիս եզդիական նոր տարվա առիթով եւ մեզ բոլորիս Հայաստանի Հանրապետությանը եւ նրա քաղաքացիներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, ազատություն, երջանկություն եւ իհարկե զարգացում։ Շնորհակալ եմ, բայց հաշվի առնելով պահի առանձնահատկությունը, ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության անունից նոր տարվա առիթով աշխարհի բոլոր եզդիներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն վարչապետ ձեր ներկայության համար եւ ձեր խոսքերի համար։ Այո,